Մերոնք կետեեմ, կայքի եթերում ես շարունակում եմ։ Մերոնք շարքը բարև ձեզ։ Մեր ծրագրի գործընկերը Fast Bank-ն է, շնորհակալություն Fast Bank-ին։ Վերջերս մի օգտատեր, ես դրանցից շատերին անվանական կոչում եմ Նիկոլա Զավր։ Նիկոլա Զավրերից մեկը, դե կա Սերժա Զավրեր, Քոչարյանը Զավր, բան, այսպես Սամվել Կարապետյանը Զավր, բան, այս մեկը Նիկոլա Զավրը։ Ասма դուք, որ Նիկոլին քննադատում եք, օրինակ ինձ էլ դուր չի գալիս ձեր գրիչը, ինչի եք ձեր գրիչը թափահարում, խոսելուց գրիչը ձերքումս է լինում, հա, սա էլ այդ պատճառն է գտնում ինձ քննարկելու կամ քննադատելու, բայց բոլոր տեսակի զավրերին ասեմ, կարևորը ճշմարտություններից չշեղվելն է, չէ որ ես այդ ճշմարտությունները փորձում եմ ասել, պարզապես ասում եմ մեկը տերտերին ասիլում, մեկը տերտերի կնգան, բայց բոլոր այդ սերերի մեջ պիտի մարդը առողջ բանականությունն ու տրամաբանությունը չկորցնի։ Իսկ ատելություն չկա, ես ինչպես կարող եմ ատել։ Եվ սկսում ես խորանալ մարդու անցած ճանապարհի մեջ, տեսնում ես, որ այդ մարդուն ոչ թե պիտի ատել, այլ խղճալ։ Քանզի երբ մարդը դառնում է այդքան ողորմելի, որևէ մարդ կապ չունի, այստեղ անբանական չեմ ասում։ Ուրեմն Այդ ինչ դժբախտ է այդ մարդը, որ այդքան չար է դարձել։ Ուրեմն ատելություն բառը այստեղ դուրս եկած է։ Բոլորի նկատմամբ։ Այդ թվում այսօր խոսենք Սամվել Կարապետյանի բավարարված կանանց մասին, իր տղաներ չի ասում, կբավարարենք, չգիտեմ ինչ կանենք կանայց, ովքեր որ չբավարարված են։ Ինչպես են բավարարված կանայք այսօր կաշառք բաժանում, այսինքն էլի չբավարարված են։ Ինչ է ասում Ինչ էր Արմեն Ռոստոմյան էր, ինչ էր դաշնակների, ասում է, որ եթե դուք հանկարծ ընտրեք այս առաջիկայում Նիկոլ Փաշինյանին, ուրեմն ազգային ժողովը ադրբեջանական միլի մեջլիս է լինելու։ Եվ այսպես շարունակ։ Սկսենք իհարկե գլխավոր հերոսից Նիկոլ Փաշինյանից։ Իմ ընկեր Կարեն Կարապետյանի հայրը 2018 թվականին, երբ ընտրությունները նոր էր տեղի ունեցել, Նիկոլ Փաշինյանը բազմել էր այլևս հայոց գահին, դե մարդիկ են բոլորը այդ թեմայով են խոսում, զարամյալ տարիք ուներ արդեն հանգուցյալ է Լևոն հայրը, Լևոն դայի էինք ասում, բաժակ բարձրացեց, ասեց, երեխեք ջան, ձեզ մի բան ասեմ, թազա ավիլը լավա ավլում, կոմա գարեք Նիկոլին։ Իմաստուն խոսքեր, պարզապես Լևոն հայրիկը չգիտեր, որ թազա ավիլն արդեն վաղուց ավլած պրծացա և իր ավլած պահվածքով նախնականում Նիկոլ Փաշինյանը բավականին մեծ վնաս տվեց։ Ինչը նպաստեց Նիկոլի լինելիությանը SN-ը, այդ մասին արդեն բազմիցս խոսել ենք։ Կան երևույթներ, որի մասին խոսելուց պիտի շատ նուրբ լինեք։ Նիկոլ Փաշինյանը իր պահվածքով, ասենք, երեք խոսում է արդարադատության համակարգի մասին։ Ինչի մասին է խոսքը։ Արդարադատությունը մեր երկրում տեղի չի ունենում։ Մենք խոսում ենք երդվյալ ատենակալների ինստիտուտից, մեզ ասում են, որ երդվյալ ատենակալների ինստիտուտը Հայաստանը փոքր երկիր է, բոլորը ծանոթ են, չի կարող կայանալ, բայց այդպես ոնց կլինի, բայց այստեղ մենք ունենք սահմանադրական բաց սահմանադրություն պիտի փոխենք։ Տեսեք, դորակը թպա, ինչպես ասում են, որտեղից որտեղ է գալիս Նիկոլ Փաշինյանը, բերելով սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը, հղումանելով արդարադատության չկայացած համակարգի այդ հենց այն խորամանկությունն է, որ Նիկոլ Փաշինյանն ունի ցավոք սրտի, այդ սահմանադրության մեջ են բացերը, որ կան, բայց երկուսը մետեղ է փորձում անել։ Իսկ երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է 4-րդ հանրապետությունից, որ 4-րդ, եւ ասում է ոչ ավել ոչ պակաս, որ մենք բերեցինք, մենք ԿՊ-ն բերեցինք նոր Հայաստանը, այստեղ է, որ ես էլի ձեռքերս վեր եմ բարձրացնում, ասում եմ, լավ, ինչքան անշնորհակալ պիտի լինի մարդ։ Որևէ Հայաստան, որևէ Նիկոլ կամ Սուրիկ չի կարող բերել։ Բոլոր Հայաստանների համար, բոլոր ժամանակաշրջանի ընթացքում, պատմության քարուղիներում, Հայաստանը շեն է պահել այդ երկրում ապրող ժողովուրդը ու այդ երկրի համար կռվող մարդը, թշվառ ու անտեր թողնելով իր մորը,
կնոջը, զավակներին, են Դուրյանի ասած դեր չգրկած էակ փունջը գրկե շողե չգիտեմ ինչ ցոլախաճաշ գրկել սա ցուրտ հողաթումբը եթե սխալվեցի կներեք այդ ցուրտ հողաթումբը գրկած տղերքը ովքեր իրենց կյանքում անգամ մի գիրք չունեցան այդ հիմքը ստեղծեցին որ լինի այսօրվա Հայաստանը եւ երբ մարդու համեստությունը չի հերիքում ասի ժողովուրդ այսպես եղավ եկանք հասանք այստեղ հիմա ձեր հետ միասին մենք պիտի նորը կերտենք այս տրամաբանության մեջ լավագույն հիմքով բայց երբ ասում է այդ մենք բերեցինք նոր Հայաստանը ես վիրավորում եմ այն զոհերի համար կապ չունի որ վերջում Նիկոլ Փաշինյանն ասում է փառք զոհերին փառք նահատակներին չէ այն գլխից պիտի այդ արմատը խուտուտ տալով ասես եւ ոչ թե վերջում մի նախադասությամբ այսինքն մարդու մեջ անշնորհակալական տարերը շատ են ես դրանից նեղվում եմ եւ այստեղ է որ ասում եմ Նիկոլ Փաշինյանը ինչպես ժողովրդական ասացվածքն է ասում 7 մոր ծից է կերել բայց 7 մորն էլ մոռանում է չի հիշում չի գնահատում մի միտք ասում է բայց ձևում է այդ ամբողջը իր վրա իսկ երբ մարդը ամեն ինչ ձևում է իր վրա մոռանալով են հիմքը կամ ճիշտ չգնահատելով կամ հավուր պատշաճի չգնահատելով այստեղ արդեն վաղվա օրվա հետ կապված մտահոգություն կա այն որ Նիկոլ Փաշինյանը ընտրություններում հաղթելու է գրեթե 99%-անոց ճշմարտություն է ինչու է հաղթելու արդեն ասացի բոլոր այն սրիկանները ովքեր այսօր ընդդիմություն են խաղում ի նկատի ունեմ նախկիններին են մի քանի անմեղները չգիտեմ ինչացու են այդ մարդիկ ոչինչ չարեցին պետության պետականության կայացման ճանապարհին Նիկոլ Փաշինյանը անում է իր իշխանությունը պահելու նպատակով թե մեծ սեր ունի մեր նկատմամբ ինչի ես խիստ կասկածում եմ այնուամենայնիվ անում է քաղաքացին կարող է բժշկի գնալ տասնյակ տարիներ մարդիկ մեռան այդ միլիոն 2 միլիոն չգիտեմ դրամները չգիտեին ինչ անեին որտեղից տունը գրավեին դնում երեխեքը անտեր էին մնում էլ նրա փրկած կյանքը ում էր պետք պետությունը զրո մոտեցում ուներ իր քաղաքացու նկատմամբ Նիկոլ Փաշինյանը այդ հարցը լուծեց այս քաղաքացուն շատերը մեր քաղաքացիներից կներեք ազնիվները 2 կոպեկի մեռած 5000 10000 դրամով ընտրող չեն այդ չեն եղել հիմա ինչ փոխվեց մարդիկ մեռան մի անգամից վերածնվեցին չէ մարդը նաև իր շահերն ունի շատերի համար թքած էս ամեն ինչին կռիվ չկա ինչ գնով կարևոր չի խաղաղենք չէ ինչ գնով եզն էլ է խաղաղ վաղը ինչ գինենք վճարելու դրա համար եւ այսպես շարունակ բայց այս ընդհանուր տեղաշարժերը որոնք դրական են բժշկական ապահովագրությունից ու էսից էնից սկսած կբերեն այդ արդյունքը ինձ դրանից հետո է մտահոգում քանզի երբեմն երբ նայում ես թե մարդը ինչպիսի տրամաբանական շղթայով է գալիս հասնում տեղ ես դրանից վախենում եմ երբ ասում է ես եմ բերել այս 4-րդ հանրապետությունը մենք բերեցինք այստեղ բոլոր տեսակի ճշմարտությունները ավարտվում են սա այն իրականությունը որ ունենք օրվա իշխանությունների հետ կապված Հիմա գանք ընտրություններին զուգահեռ ոչ անհայտ Ռոստոմյան Արմեն էր թե Ռոստոմյան էր մի խոսքով դաշնակ պարագլուխներից մեկը որ սպառնում է մեզ թե հետ որ Նիկոլին ընտրեք այլևս ազգային ժողովը միլի մեջլիս է լինում այ Արմեն Ռոստոմյան դուք ամենալավ թուրքն եք եւ ամենամեծ միլի մեջլիսը
դուք ստեղծեցիք Քոչարյան Ռոբերտի գլխավորությամբ։ Ձեզանից թուրք աշխարհը չի ծնել։ Թուրքը իր երկրի հիմար ավելի լավն է։ Ձեր օրոք, երբ դուք Քոչարյանի հետ ուսուսի տված, հաշվեհարդար էիք տեսնում ձեր կուսակցություններով բոլոր ազնիվ ու անմեղ ու մեղավոր մարդկանց հետ ու սպանում ու կոտորում, բկա Գեգամ Մանուկյանը եւ մյուսները ու ձեր դրոյի գործերը, Թուրքը իր սահմանները պնդացնում էր։ Դուք սահման պահած ամբողջ սահմանամերձ գյուղերի կռվող տղերքին բանակից ռադարեցիք, մնացիք զարգեմ ճակտին փռում գետիններով, լափեցիք բանակն ու պետությունը, դուք լռեցիք սպանությունը, ձեր ընկերոջը զուգարանում մի բարևի համար սպանեցին։ Ու դուք անգամ այնքան տղամարդ չէիք ձեր կուսակցության պարագլուխներով, որ ասեիք, «Էս ինչ եք անում»։ Դուք ամենամեծ թշնամին եք, եթե թշնամին թուրքի տեսքով երում, դուք ամենամեծ թուրքն եք։ Ամենամեծ թշնամին եք, որ զրոյացրիք սահմանամերձ գյուղերը, որ բոլորդ փայ մտակ բոլոր բիզնեսներում սահմանամերձ գյուղերը չթողեցիք զարգանան, որ մարդիկ դրսերից գալիս էին, ասում էին, այ մարդ, եկեք ասենք Շամշադինում, հոլանդական վարդերի, չգիտեմ, պարնիկներ բացենք, տարածք բանանենք, դուք փայ էիք մտնում, եթե ոչ դուք, ապա ձեր կառավարիչները, սկսած Սերժի ախպեր Միշիկով ու Չիշիկով եւ չգիտեմ, Սաշիկով։ Սա է ձեր որակը, դրանից դենը թրքություն, էլ ուրիշով կարող էր անել։ Մի ամբողջ պետության երկու բյուջեի չափ գումար մենակ ձեր Աստվածն ունի, անունը Ռոբերտ Քոչարյանն է ձեր Աստծո։ Դուք ինքներդ տարբեր տեղեր, տարբեր որջեր սարքեցիք, տարբեր խմբակներ իբր ապե տղեկով, իբր երկրի փրկիչներով։ Այսքան արեցիք, այսքանը կողեցիք ժողովրդի աչքը։ Ձեզանից անշնորհակալ աշխարհը ոչ ոք չի ծնել։ Էնպես որ եթե անգամ Նիկոլ Փաշինյանի օրոք ձեր ասած միլի մեջլիսն ենք ստանալու, դուք միլի մեջլիսների նախագահն ու հիմնադիրն եք։ Նաև ձեր պահվածքի պատճառով հայ ժողովուրդը ունի այսօրվա այսպիսի իրավիճակը։ Քիչ առաջ մի ընկերոջ հետ էի զրուցում, ասում է կինս ամբողջ կյանքում չի խառնվում, իմ Մարգո կինը չի խառնվել քաղաքականության, երբեք ոչինչ չի ասել։ Արդեն պատկառելի տարիքով կին է, 70 անց։ Բայց ասում է, առավոտյան թեյը սուրճ ենք խմում, ասես, լսի ինչքան կարելի է։ Դրսից պետք է ինչ որ մեկը գա, որ մեզ խելք սովորեցնի։ Էս սուր ենք ընկել։ Ու հետո հիշեց հայ մեծ երախտավորներին, թո Գյուլբեկյանին, թո քրքին, ասեց էս մարդիկ Հայաստանի բյուջեի չափ ու ավել Հայաստանին օգնել են, բայց երբեք իրենց կյանքում մի գրամ միջամտություն չունեցան հայոց կառավարման գործին։ Այլ խնդիր, որ այդ միլի մեջլիսի պատմավոր նախագահ Քոչարյան Ռոբերտը լափեց քրքերի եւ մյուսների փողերը։ Պղծեցին մարդկանց հավատը, բայց այդ մարդիկ վասն հայրենյաց արել են ու երբեք չեն միջամտել։ Հիմա միջամտող Սամվել Կարապետյան։ Հասկանում եք, մեկը կոշկակար է լինում, կոշիկի պատվեր է տանում, այդ պատվիրատուն էլ նկարիչ է լինում։ Երբ մտնում է այս նկարչի արվեստանոց, վա ասում ախպեր ջան, այս նկարիչ ես ինչ էլ լավ նկարներ ունես, կոշիկներդ եմ բերել, նկարիչն ասում է հիմա գումարը կբերեմ, ասում է, բայց ախպեր, կոշիկը սխալ ես նկարել, այնտեղ մի գեղեցիկ աղջիկ է լինում եւ կոշիկները հակ ասում է, ո՞նց եմ սխալ դկել, ասում է կոշիկի շնորհքները 3 անցք պիտի ունենան, քո մոտ 2-ն են։ Այս նկարիչն է, ասում է ճիշտ է, վերցնում 2 անցք է խփում։ Այս կոշկակարը ոգեորում է, ասում է, բայց ոտը ծուռը, ասում է, լսի այդ աղա, քո խելքը կոշիկից հասնում, վերև մի բարձրացիր։ Հիմա Սամվել Կարապետյանի խելքը իր բիզնեսից է հասնում։ Ինչու է բարձրանում վերև։ Այդ ինչ մի իր խելքի բանն է։ Ախր մի փոքրիկ հարցազրույց չէ, մի հայտարարություն էր անում, այն Աֆիցերի կնգապես 8 տակ քսմսվել էր։ Ով է ձեզ խորհուրդ տալիս, դուք ձեր մեջ չունեք մի բան, որ էս ինչ եք անում։ Ավելին ձեր տղան ասեց ինչ որ մարդկանց կանանց կբավարարեն։ Այդ բավարարված կանայք, որ ուժեղ Հայաստանի ներկայացուցիչն են, կաշառք են բաժանում։ Խոսում են այն շատ հայհոյող մարդկանց ասում են կառապանի պես ու շունց ես տալիս։
խոսում են կառապանի նման։ Հետո վկայակոչում, որ ծիծս բերանից կհանեն երեխես կմնա անկատ։ Ես կաթնատու մայրիկ եմ։ Եմ մեկն էլ ասում է մեկն ինքն ունի մի քանիսն էլ որդեգրել է, այսպիսի մորը ոնց կձերբակալեն։ Հասկանում եք ինչ եք անում, մտածում եք ինչ եք անում։ Չեք հասկանում, որ դատապարտված եք։ Եվ այստեղ խնդիրը Նիկոլը չի, այստեղ խնդիրը ձեր վարքն է։ Ձեր նեղ ուղեղը Չարենցը մի բան էր Թիֆլիսի նեղ ճակատ կինտոն Ստալինի մասին էր գրել։ Ձեր նեղ ճակատությունն է։ Դուք բացի առնելուց, խփելուց, սպանելուց, ման ուրիշ բան չեք հասկանում։ Չեք էլ հասկանում պետությունն ինչ է։ Պետությունը, պետականությունը բարոյական արժեքների համախումբ է։ Եվ եթե դուք այնքան եք ու ձեր նախորդները հարամել այս պետական արժեքները, այդ համախումբը, եկել հասել ենք Նիկոլին։ Հիմի դուք նորից ուզում եք էլի հարամելով հետ գաք, թե ինչ է Նիկոլը քախ է։ Նիկոլը քախ է, բայց դուք քախ եք, հասկանում եք, թե չէ։ Եվ դուք դատապարտված եք։ Մտքով չեք կարող մարդկանց առնել։ Փողով ինչքան պիտի առնեք։ Հետո պատկերացրեք մի պահ Սամվել Կարապետյանը, Քոչարյան Ռոբիկը բանի դեպ, այս մեր հատուկ ծառայությունները կենտրոնացած են կարծես մենակ Սամվել Կարապետյանի կողմնակիցներին գաղտնալսելուն։ Ծառուկյանին, չգիտեմ, Ռոբիկին, բան ինչ, այդ Ռոբիկը ժլած սրիկա է, բայց վերջ այդ նրանք էլ են զբաղված շահագրգռելով։ Եվ շատ ավելի նուրբ, քան այսօր Սամվել Կարապետյանը։ Նրանց էլ լսեք, տեսեք ինչեր կբացահայտվեն, մենակ Սամվելը չի։ Եվ ամենազավեշտն ինչ է, որ Սամվել Կարապետյանները կամ իր կողմնակիցները կամ Քոչարյան Ռոբիկներն ու մյուսները ասում են, մենք ուզում ենք հայոց ինքնությունը փրկենք։ Դուք ինքնություն չունեք։ Ո՞նց եք փրկում, ում ինքնությունն եք փրկում։ Ում ինքնությունն եք փրկում, դուք ինքներդ ոչինչ չունեցող արարածներ եք։ Հենց միայն այն երևույթը, որ դուք 2 կոպեկ եք տալիս ամեն ինչի քուրակին, ով պատրաստ է ձեզ ծախվել, դա արդեն նշանակում է դուք ինքնություն չունեք։ Հող ու հայրենիք չունեք։ Այդ որ մասիսն եք փրկում, ում մասիսը։ Այն որ դաշնակներն իրենց ձեռամբ հետ տվեցին։ Այն որ անգլիացիները փրկել էին Նախիջևանով, Էսովենով, տվել էին մեզ, ամրակցել էին քարտեզը, գրել էին Ղարսով, բանով, վերցրեցի։ Այդ ինքնությունը կարողը դուք եք։ Այդ տվողները դուք եք, ձեր տեսակն է։ Հերիք չի, ինքնությունից խոսեք։ Այս տխուր պատկերով մեզ փորձում են առաջ տանել։ Ասացի, հիշեցրի, բավարարված չբավարարած կանայք, ըստ էության ուժեղ Հայաստանի կանայք թվում էր, թե պետք է բավարարված լիներ, որտեղ բուղեն իրանցից էր, չէ՞, Սամվել Կարապետյանի տղան, բայց պարզվում է էլի չբավարարված են, էլի են ուզում, հիմա էլ ուզում են ընտրություններին կաշառք բաժանող դոմինանտ աղջիկներ իրենք լինեն, խայծը տվող սիրուն կանայք, դուք ամոթ չունեք, լավ, դիցուք հաղթեցիք, այս որակով ասենք 1 միլիոն մարդու փող տվեցիք ու ձեզ ընտրեցին։ Պատկերացրեք, որովհետև ձեզ առանց դրա չեն ընտրի։ Բայց մեզ ինչն է պետք։ Մեկը բաժանվում է դատարանում, այս դատավորը կնոջը ասում է ինչու եք բաժանվում ձեր ամուսնուց։ Այս կինը ասում է ախր ամոթ է, ոնց ասեմ, ընկեր դատավոր, ասում է աղջիկ ջան, որ ասել եք, ստեղ ասա, ասում է ախր ինքը տղամարդ չի։ Այս կնոջ ամուսինն էլ մի տեղեկանք է բժշկից բերած լինում, որ ինքը սեռապես հասուն կարգին տղամարդ է։ Այս դատավորն ասում է այդ տիկինը, հա, բժշկի տեղեկանքը, որ ձեր ամուսինը բերել է, զոնք հաճի սիրտը չի դիմանում, ընծերից գոռում ասում է, ախր ընկեր դատավոր, մեզ դրա տեղեկանքը չի է պետք։ Հիմի եկեք ինձ ասեք, 1 միլիոն մարդ առակ, Կարապետյաններ, ինչ եք անելու այդ ոչխարների հոտի հետ։ Վերջի մարդը առնում ես, ուրեմն ոչխար է, ապրանք է։ Ինչ տարբերություն, ոչխար առար, թե մարդ առար, մարդու ձայն առար։ Այդ հոտի հետ որ Հայաստանն է կառուցելու։ Բա որ գաղափար չկա, փողը տուր ընտրեմ։ Դա արդեն ոչխար է, անասուն, ապրանք։ Շահագրգռի ընտրեմ, ապրանք, մարմնավաճառ։ Ընդամենը
գեղեցկության մեջ է խնդիրը, ով ավելի թանկ սիրուն է, ավելի թանկ կվաճառվի, ով ավելի գեշ է, ավելի էժան են տալիս փողը։ Նույնը, ասենք, բոլոր են մարդիկ են, ում ձայնը դուք կարող եք գնել։ Որ գնեք, հաջողեք, մի պահ պատկերացրեք։ Հետո ինչ եք անելու այդ մարմնավաճառների ամբողջի հետ։ Ձեր ինչին է պետք հերթական անգամ կործանել, ասենք, մի փոճուր տարածք, որ իրեն պատե է տալիս, որ իբր թե տարածք մնա։ Այս հարցին պատասխան ունեք, այդ նախրի հետ ինչ եք անելու։ Կամ այդ նախիրը, որ ձեզ ասենք, թե 100,000 ձեն է տալու կամ 200,000 փողով նախրի մասին է խոսքը, թե որ գաղափարով ձեզ ընտրողել կլնեն, այդ էլ կլնեն իհարկե։ Բայց որ մոլութքի մեջ ընկած բաժանում եք, հետո այդ, ասենք, թե, չգիտեմ, տասնյակ հազարավորներին ում փող եք տվել, որ ձեզ ընտրեն կամ տալու, որ ձեզ ընտրեն, որ ձեզ հարցնեն, մեր շահերը ինչ եք ասելու, չեք ասելու այ ոչխար ձենդ կտրի, փողը տվել է, ձայնդ տվել ես, դու ոչխար ես, դու ապրանք ես, դու չորքոտանի ես, դու ոչխարի չբեր տեսակն ես, դու անպտուղ ես, դու խոսելու իրավունք չունես։ Բոլոր գմողները այդ արժեքն ունեն։ Ահա, այս իրականությամբ շարունակում ենք մեր փառահեղ ճանապարհը դեպի այս պահին Նիկոլի բերած Հայաստան, ինչ վիրավորական է։ Մենք բերեցինք չորրորդ, մենք ենք բերել նոր Հայաստանը։ Հայաստանը ասացի արդեն ովքեր են բերել, այն նվիրումն ու նվիրյալները, նրանց գնահատելով է Հայաստանը մեկ քայլ առաջ գնում։ Գոնե ասելիքներդ իմացեք ինչպես եք ասում։ Չնայած այսպես էլ չի մնա։ Լավ կացեք, հանդիպենք։